Սյունիքի մարզի Քաջարան համայնքում նոր հնարավորություններ են ստեղծվում ֆրանսերեն սովորելու և ֆրանսիական մշակույթին ծանոթանալու համար։ Քաջարանում բացվեց ֆրանկոֆոն կենտրոն, որը կդառնա կրթական, մշակութային և հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր հարթակ։ Նախաձեռնությունն իրականացվել է Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի համագործակցության շրջանակում։ Ֆրանկոֆոն կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտինյին, Վիեն քաղաքի քաղաքապետ և Օվերն-Ռոն-Ալպեր-Սյունիք համագործակցության ցանցի նախագահ Թիերի Կովաքսը, Սեն-Շամոնի պատվիրակության ներկայացուցիչները, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և գործընկերներ։ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը նշեց, որ վերջին տարիներին Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված ամուր հարաբերությունները նոր բովանդակություն են ստացել, ինչի արդյունքում Քաջարանն ու Սեն-Շամոնը դարձել են քույր քաղաքներ։ Սա ես համարում եմ մեր համայնքի նորագույն պատմության մեջ նոր սկիզբ և նոր էջ։ Իսկ մեր պատրաստակամությունը և թափանցիկ հարաբերությունները արդեն խոսում են մեր հետագա և նոր ձեռքբերումների մասին։ Վստահ եմ, որ մեր բարեկամական հարաբերությունները գնալով ավելի կխորանան, ինչի արդյունքում կշարունակենք նորանոր հաջողություններ գրանցել մշակույթի, կրթության, առողջապահության, տուրիզմի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և ամենատարբեր ոլորտներում, որի հիմքում դրված է արդեն մեր ձեռք բերված վստահությունը, պատրաստակամությունը և անկեղծությունը։ Վիեն քաղաքի քաղաքապետ և Օվերն-Ռոն-Ալպեր-Սյունիք համագործակցության ցանցի նախագահ Թիերի Կովաքսը հայտարարեց, որ Քաջարանում բացված ֆրանկոֆոն կենտրոնների ցանցը Սյունիքում ծրագրի առաջին կարևոր քայլերից մեկն է։ Le sentiment des Français envers les Arméniens Այս կենտրոնը բացվեց ֆրանկոֆոն կենտրոնների ցանցը Սյունիքում ծրագրի շրջանակում։ Մենք ունենք արդեն 20 տարի գործող կենտրոն Գորիսում, Կապանում և կարելի է ասել, որ Քաջարանի այս կենտրոնը դեռ սկիզբն է։ Մենք մեծ ակնկալիքներ ունենք, որ այն կլինի նաև շարժիչ ուժ մյուս քաղաքներում ևս նմանատիպ կենտրոններ ստեղծելու համար։ Մեր հարգանքն ու հատուկ մոտեցումը Սյունիքի հանդեպ արտահայտվում է նաև մեր ակտիվ ներկայությամբ։ Ընդամենը տարի ու կես տևող համագործակցության ընթացքում սա արդեն մեր երրորդ այցն է Սյունիքի մարզ, ինչին զուգահեռ վերջին շաբաթներին կայացել է նաև Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան։ Ֆրանսիացիների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ շատ ջերմ է։ Մենք ունենք մեծ հայկական համայնք Ֆրանսիայում։ Այնտեղ ապրում են հայեր, ովքեր մեծ ներգրավվածություն և կարևորություն ունեն ֆրանսիական հասարակության մեջ, և առհասարակ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Վիեն քաղաքի առաջին փոխքաղաքապետ Օվերն-Ռոն-Ալպ-Սյունիք համագործակցության ցանցի համակարգող Լևոն Սաքունցը ֆրանկոֆոն կենտրոնի բացումը գնահատեց որպես պատմական իրադարձություն Սյունիքի և հատկապես Քաջարանի համար։ Բացել ֆրանկոֆոնիայի կենտրոն դա նշանակում է, որ Քաջարանի երիտասարդները, ովքեր ցանկանում են, կարողանալու են արդեն սովորել ֆրանսերեն, իսկ սովորելով ֆրանսերեն հնարավորություն են ստանում շփվել Ֆրանսիայի հետ, գալ նաև Ֆրանսիա, որտեղ մենք տեսնում ենք մյուս քաղաքների փորձով, որ ֆրանսերեն սովորելով նաև երիտասարդները հնարավորություն են ունենում ավելի սերտ ձևով շփվել Ֆրանսիայի հետ, Եվրոպայի հետ։ Առաջին ամիսները կենտրոնի ցույց են տալիս, որ Քաջարանի երիտասարդների կողմից կա մեծ հետաքրքրություն և ցանկություն այցելել այս կենտրոնը, նշանակում է, որ այս ծրագիրը կարևոր ծրագիր է Քաջարանի համար։ Կենտրոնի բացման արարողության մասնակիցները հայտարարեցին, որ Քաջարանի ֆրանկոֆոն կենտրոնը կոչված է դառնալու հանդիպումների, գիտելիքի, մշակութային փոխանակումների և ստեղծագործական նախաձեռնությունների կենդանի միջավայր։ Այն կնպաստի ոչ միայն ֆրանսերենի տարածմանը, այլև Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների միջև բարեկամության հետագա ամրապնդմանը։ Նորաստեղծ ֆրանկոֆոն կենտրոնը համայնքի կյանքում բացում է նոր էջ, ստեղծելով կրթական, մշակութային և միջազգային համագործակցության նոր հնարավորություններ, ինչպես Քաջարանի, այնպես էլ ամբողջ Սյունիքի համար։